Գնել եմ 6 տոմս, 10,000 դրամանոց, 80,000 դրամ հունվար ամսից եւ մինչեւ հիմա սպասում եմ ինչ-որ պատասխան չի եղել, պատասխան եղել է միայն սեպտեմբերի 19-ին ինձ ուղարկված մեյլի միջոցով, որ նոյեմբերին կամ հոկտեմբերին ինչ-որ մի օր ձեզ դեռ հավելյալ տեղեկություն կտանք։ Նոնայի նման բազմաթիվ մարդիկ համերգի տոմսեր են գնել, սակայն համերգները չեն կայացել, տոմսերն էլ մնացել են իրենց։ Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում արդեն 3-րդ համերգը չեղյալ է հայտարարվել։ Նախ ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի, հետո իտալացի աշխարհահռչակ երգիչ եւ կոմպոզիտոր Էրոս Ռամազոցիի, բոլորովին վերջերս էլ Լենինգրադ խմբի։ Բոլոր նշված համերգների կազմակերպիչը Forpostart Production ընկերությունն է։ Երբ որ ես մտա իրանց էջ, որտեղ Facebook-ում նրանք էջ ունեն, փորձեցի նամակներով կամ նրանց գնահատական դնելով իմ բողոքը ներկայացնել, ինձ պարզապես բլոկ արեցին բոլոր տեղերից տվյալ պահին։ Երաժշտասերները կես տարուց ավել է չեն կարողանում հետ ստանալ Ռամազոցիի համերգի տոմսերի գումարը։ Նրանք մեկ միասնական հայցով դատի են տվել ընկերությանը, պահանջելով վերադարձնել մոտ 3 միլիոն դրամ։ Քաղաքացիների իրավունքները դատարանում պաշտպանում է Գայանե Դեմիրճյանը, ով նույնպես ժամանակին տոմսեր էր գնել Ռամազոցիի համերգի համար։ Ստեղծված խնդիրների վրա ոստիկանության եւ մշակույթի նախարարության ուշադրությունն է հրավիրում իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ Վերջինիս պնդմամբ պետական որևէ կառույց չմիջամտեց այս խնդրին եւ թույլ տվեցին, որպիսի տնտեսվարողը վարվի այնպես, ինչպես ուզում է, ոտնահարելով սպառողների իրավունքները։ ՀԿ ներկայացուցչի խոսքով մշակույթի նախարարությունը ձեռքերը լվացել եւ կողքից որպես դիտորդ է հետևում ստեղծված իրավիճակին։ Հիմա ես կարող եմ հայտարարել, որ եւ խաղալ են աուդիտորիայի վրա, ով գիտի, որ Ռեյ Չարլզը եղել է, հա, մեծ երաժիշտ, բայց տեղյակ չլինի, որ Ռեյ Չարլզը վաղուց արդեն մահացել է, ասեմ, որ ունենալու ենք Ռեյ Չարլզի համերգ, տոմսերը վաճառեմ, վերցնեմ գումարը եւ գնամ։ Ոչ մեկ ինչ չի ասում, բայց դու եթե համերգ ես կազմակերպում ունես, համապատասխան պայմանագիր եւ այլն։ Պիպոյանի խոսքով ոստիկանությունը պետք է քննություն անցկացնի, որպեսզի հասկանան, թե արդյոք ընկերության գործունեության մեջ կազմակերպված հանցանք կա, թե ոչ։ Բացի այդ, պետք է ընթացակարգ մշակել հետագայում նման խնդիրներից զերծ մնալու համար։ Կազմակերպիչ ընկերությունից ազատությանը փոխանցեցին այս պահի դրությամբ իրականացվել է Ռամազոցիի համերգի իրացված տոմսերի մոտ 10%-ի վերադարձ եւ գումարների փոխհատուցում քաղաքացիներին։ Խոստացան հետագայում 3 փուլով վերադարձնել մնացած գումարները, սակայն հստակ ժամկետ չնշեցին։ Ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զարա Մխեյանն ազատությանը գրել է. Տոմսեր ձեռք բերած բոլոր քաղաքացիները նախապես ծանոթվում են տոմսերի վերադարձի համար նախատեսված վայրի, օրվա եւ իրենց համար նշանակված ժամի մասին։ Գործընթացի ավարտի ստույգ ժամկետներ նշել չենք կարող, քանի որ գործընթացի իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, սակայն ակնկալվում է այն ավարտել մինչեւ տարեվերջ։ Վերջինիս փոխանցմամբ Լենինգրադ ռոք խմբի երևանյան համերգի չեղյալ հայտարարման պահին վաճառված էր համերգի տոմսերի ընդամենը 10%-ը, ինչի պատճառով էլ համերգը հետաձգվել է։ Եթե իմ դիմումի պատասխանը ինձ եկել է, որ ես ներառված եմ եւ ինչ որ մի օր կստանամ այդ գումարը, մարդիկ կան նույնիսկ այդ դիմումը լրացնելուց հետո նրանք պատասխան նույնիսկ չեն ստացել։